Պետք է խոսեմ հավատքի մասին, երբ որ մենք ասում ենք հավատք, այո, հիմնականում մենք հասկանում ենք մեր մեջ այդ բառը օգտագործում է Աստծո հանդեպ եղած հավատք, որտեղ տարբեր հավատքներ կան, տարբեր բաներին ուղղված հավատքի օբյեկտներ տարբեր, որ մարդիկ հավատում են։ Մարդը ինչ որ քարի է հավատում, որ իրեն հաջողություն կտա, ինչ որ փշի է հավատում, նալի է հավատում, մարդիկ կան չարին են հավատում, աստղերին են հավատում, չէ, լուսնին են հավատում, բազմաթիվ հավատներ կան, կենդանիներին են, չէ, հավատում, որ իրենց համար ինչ որ մի հաջողություն կլինի եւ այլն։ Այս մենք խոսում ենք Աստծո հավատքի մասին եւ պիտի հասկանանք, որ այո, Աստծո հավատք ասելով նկատի ունենք կարելի ասել նախ սա, որ Աստծո հանդեպ եղած հավատք, բայց Աստծո հանդեպ եղած հավատն էլ կարևորված է, թե էլի Աստծո հավատքա, թե չէ, այսինքն ճշմարիտ հավատքա, Աստծո ուզած հավատն է, որտեղ մենք գիտենք, որ մարդիկ կարան Աստծուն հավատան եւ սխալ հավատան, սխալ ինֆորմացիա, սխալ տեղեկություն Աստծո մասին ունենան եւ հավատան, այսինքն երևում է, որ մարդը կարող է այո հավատալ Աստծուն, բայց սխալ լինի եւ դա էլի Աստծո հավատք չլինի, թեկուզ դա Աստծո հանդեպ հավատքը։ Դրա համար աղբյուրը, որտեղից որ պիտի այդ ասենց ասած տեղեկությունը Աստծուն ճանաչեցնող կամ Աստծո մասին կամ Աստծուն ներկայացնող Աստծո խոսք, դա պիտի լինի ճշմարիտ բան, աղբյուր։ Եվ մենք գիտենք Աստվածաշունչն է, ասենք այն աղբյուրը, որով ձևավորվում է Աստծո հանդեպ ճշմարիտ հավատք։ Եվ փրկության հավատք եւ տարբեր տեսակ հավատներ, որտեղ միայն փրկվելու համար չենք մենք հավատում Աստծուն, որ Աստծո խոսքով ներկայացված է, այլ բազմաթիվ այլ հարցեր կան, որոնցով որ Աստված վկայություն է տալիս եւ մենք հավատում ենք Աստծուն, այսինքն հավատում ենք նրա տված վկայությանը, որը Աստվածաշնչյան խոսքով է։ Եթե ես հավատում եմ դժոխք կա, ես դրանով չեմ փրկվում, բայց դրա հավատքը գալիս է նրանից, որ Աստված է դրա մասին վկայում եւ դա ես հավատում եմ։ Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է, այո, որ հավատքի աղբյուրը Աստծո խոսքն է։ Հենց Հռոմեացիս 10-րդ գլուխը, որ կարդում ենք, այնտեղ հատկապես փրկարար հավատքի մասին է խոսում Տերը, երբ որ ասում է ամեն Տիրոջ անունը կանչող պիտի փրկվի։ Դա 13-րդ խոսքում է ասում Հռոմեացիս 10-ի, իսկ 10-ում ասում է, հա, եթե փաստորեն կանչողները պիտի փրկվեն, չէ՞, Տիրոջ անունը։ Ինչպես կանչեն, եթե չհավատացին, այսինքն եթե պիտի կանչեն, անպայման պիտի հավատան Տիրոջ անունին, այսինքն պիտի հավատան Աստվածաշնչով, ավետարանով Տիրոջ անունի վկայության խոսքին, ավետարանը ինչ է ներկայացնում Տիրոջ մասին, ով է նա, փրկիչ, Տեր, չէ, պիտի կանչեն Տեր, փրկիչ, բայց դրա համար պիտի հավատան, ինչպես կանչեն, եթե չհավատացին, չէ, ինչպես հավատան, եթե չլսեցին։ Եվ Հռոմեացիս 14-ում ասում, իսկ 17-ում ասում է ուրեմն հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից, այսինքն մեր ճշմարիտ հավատքը, տվյալ դեպքում փրկարար հավատքը, որին հավատալով մարդը կարող է ազատվել կորուստից եւ կյանք հավիտենական ունենալ, փրկվել։ Դա առաջանում է եւ ընդհանրապես ցանկացած հավատ ճշմարիտ Աստծո խոսքից։ Ասում է ուրեմն հավատքը լսելուց է եւ որովհետեւ մարդը կարող է շատ բաներ լսել, ոնց որ ասած, չի թողնում այդքան բան, այլ սահմանափակում է, գալիս է կենտրոնանում է սրա վրա։ Լսելն էլ որտեղից է Աստծո խոսքից։ Աստծո խոսքը լսելուց է, որ առաջանում է ճշմարիտ հավատք։ Ամեն խոսք լսելուց չի, որ առաջանում է ճշմարիտ հավատք։ Անկամ եթե դրանք Աստծո մասին են խոսում, բայց եթե Աստվածաշնչից չի, դա ճշմարիտ հավատ չի կարող ձևավորել։ Թեկուզ Աստծո նկատմամբ հավատք ունեն մարդիկ։ Եվ ընդհանրապես մենք գիտենք, որ էսա նաև, որ Աստված հավատքի հարցում մարդուն օգնում է։ Դա պարգև է, որ Աստված մարդուն տալիս է, որովհետև հավատալ Աստծուն, այո, դա նշանակում է Աստծո խոսքով ներկայացված այն բաներին հավատալ, որ դու չես տեսել, որ ծածկված է, որ աներևույթ է, ասենք ասեմ, որ չերևացող է, չերևացող բաներին են հավատք տալիս, հավատք պահանջում չերևացող բանեն։ Երևացող բանին հավատալը պետք է չկա տես բան, հավատաս որ ստե միկրոֆոն կա, ես տեսնում եմ, բայց եթե մի բան որ չի տեսնում, այդ դրա նկատմամբ ես կարող եմ հավատալ, կարող եմ
ընդունել, որ դա տենց չի ու չհավատալ, չէ՞։ Դրա համար չերևացող բաների հետ է կապված հատկապես եւ որպեսզի մարդը կարողանա այդ բաները, որ չի տեսնում, հավատա, Աստված այդ հավատքի պարգևը տալիս։ Ինքը իրանով հենց մարդը, ադամական մեղավոր մարդը ճշմարիտ հավատքը, ասենք ասած, հավատալու կարողության մեջ տկար է, որտեվ Սուրբ Գիրքը իրեն ներկայացնում է օրինակ, ասենց ոնց որ միտքը փակ, խավարած միտ, խավարած սիրտ, անզգասիրտ, այսինքն որ չի կարող հասկանալ, գիտակցել եւ հավատալ։ Այդպես է ասում։ Օրինակ Եփեսացիս 4 գլուխը որ կարդում ենք, այդ ասենց ասած հոմանիշները կապված մարդու հետ ներկայացում է։ Ուղղակի էս է դրանք ներկայացնում, ինչ ասում, միտքը սիրտը խավարած, կուրացած, անզգայացած, փակ, անմիտ։ Այսպես է ներկայացնում մարդուն։ Այսինքն եթե մարդը լսում է անգամ խոսքը ու ճշմարիտ խոսքը, եթե Աստծո օգնությունը, ներգործությունը չլինի, նա չի կարող այդ ճշմարիտ խոսքին հավատալ։ Նա միտքը փակ է, նրա սիրտը փակ է։ Եվ մեկ ուրիշ տեղ նորից կուզեմ հիշեցնեմ, Գործք առաքելոց 16-րդ գլուխ 13-ից 15-ում նորից ներկայացնում է, որ այո, Աստված պիտի մարդուն ձեռք մեկնի այդ հարցում, որ մարդը կարողանա Աստծո հավատքն ունենա, Աստծո խոսքի հավատքն ունենա։ Եվ գրված է, եւ շաբաթ օրը քաղաքից դուրս գնացինք դեպի գետը, Պողոս, ասենք Գործքը գիտեք, Ղուկասն է գրել, չէ՞, բայց նա Պողոսի հետ լինելով, ոնց որ ասած Պողոսի պատմությունն է ներկայացնում, ինքն էլ որ հետն էր։ Դա ասում դուրս գնացինք դեպի գետ, ուր որ սովոր էին աղոթք անելու եւ նստած խոսում էինք ժողոված կանանց հետ։ Եվ մի կին անունը Լիդիա, ծիրանավաճառ, Թյուատիր քաղաքից Աստվածավախ, լսեց, որի սիրտը Տերը բացավ, որ Պողոսի խոսքերին մտիկ անե, եւ որ նա եւ իր տունը մկրտվեցան, աղաչեց ասելով. եթե ինձ Տիրոջը հավատացած համարեցեք, մտեք իմ տուն, մնացեք եւ բռնադատես տարավ մեզ։ Տեսեք ներկայացնում է, որ կար մի կին, որը անունը Լիդիա էր, ծիրանավաճառ, այսինքն ոչ թե մեր հայկական ծիրաններ վաճառում, այլ ծիրանի այդ նշանակում են թագավորական զգեստեր են, ասենց ասած բարձր դասի զգեստներ, այս թանկ։ Այդպիսի բաներ վաճառում եւ ինչ կատարվեց, ասում է Տերը նրա սիրտը բացավ, որ Պողոսի խոսքերին մտիկ անե, այսինքն Պողոսի խոսքերը հասկացավ, հավատաց եւ ընդունեց եւ մկրտվեց։ Պողոսն էլ Քրիստոս էր քարոզում, բնական է։ Քրիստոսի մասին խոսքերը հասկանալու համար նրա միտքը բացեց։ Այսինքն հասկանում եք դա ինչ է նշանակում, որ մի բան փակված է։ Եթե Աստված այդ փակածը չբացի, մարդու համար հա փակ կմնա։ Այն բաները, որ լսում է անգամ, ճշմարտություն է լսում, բայց իր համար անհավատալի է, իր համար փակ է, անհասկանալի է։ Տերը իր սիրտը բացեց, այսինքն հավատքը ինչ որտեղ նման է Տիրոջ հայտնության նման, Տերը հայտնություն ոնց որ տա, մի հատ լուսավորություն անի։ Հենց այդպես է Պողոս առաքյալը նաև խոսում Եփեսացիների հետ կապված իրանամակում, երբ որ ինքը շատ է ուզում աղոթք անում, ասում է ձեզ համար աղոթք եմ անում, որ Աստված ձեր հայրը, մեր հայրը, որ ասում է ձեր մտքերը լուսավորի, ես կկարդամ ավելի լավ այդ հատվածը Եփեսացիս առաջի գլխում է, առաջի գլուխ 16-րդ խոսքից չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց ձեզի մաղոտներում հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, տա ձեզ իմաստության ու հայտնության հոգի իր գիտությունովը, որ ձեր սրտերի աչքերը լուսավորելով գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը, ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես։ Խնդրում եմ, որպեսզի Աստված Հայրը մեր, ասում է, ձեր հոգու աչքերը լուսավորի, ձեզ տա իմաստության, հայտնության հոգի ուշադրություն դարձնում եք, այսինքն Աստված այդ իր հոգով բացիկ ձեզ համար հայտնություն անի, հայտնի, կարողանաք դուք դա տեսնել, հասկանալ, ըմբռնել, հավատալ, վստահ լինել այս բաների մեջ։ Ինչ բաները, 3 բաներ ասում, դա դրա վրա չենք կանգ առնում, դրա վրա չենք ծանրանում, բայց հարցը էսա որպեսզի այդ 3 բաները կոչումի հույս, սուրբերի ժառանգություն եւ աստվածային զորություն, որ մեզանում ներգործում է, ասում է այդ բաները, որպեսզի դրա մեջ համոզված, ոնց որ տեսածի նման լինենք, վստահ մեզ պետք է մեր հոգու աչքը ինչ արվի, լուսավորվի, մեր միտքը բացվի,
մեզ հայտնություն տրվի, այսինքն այո, հավատքի մեջ այս գործը կա, այսինքն ուշադրություն դարձեք, շատ ենք ասել, որ Աստվածաշունչը յուրահատուկ է նաև հենց սրանով, որ դու ոչ թե ուղղակի հեղինակի թողած գիրքն ես կարդում, նրա մտքերին ծանոթանում, այլ անմիջապես հեղինակի հետ ես հաղորդակցում, երբ որ դու կարդում ես Աստվածաշունչ, որտեղ Աստվածաշնչի վրա Աստծո հոգին է, որտեղ Աստվածաշնչի վրա եթե Աստծո հոգու ներգործությունն ու ներկայությունը չլինի, այդ գիրքը մեզ համար հեքիաթների գիրք կդառնա։ Մեր միտքը չի բացվի, մենք չենք կարող ընկալել, չենք կարող հասկանալ։ Եվ եթե մի բան էլ հասկանանք, լրիվ սխալ ձևով։ Ու տեսնում ես, մարդը կարդացել է, երևում է, միտքը փակ է։ Քո համար շատ պարզ է այդ հատվածը, բայց ինքը մի հատ անես մեկնաբանություն է տալում, զարմանում ես ոնց է սենց հասկացել, որ չարչարվերը կարա չկաղանա այդ ինձ հասկանալ։ Այս է ստեղծագործական։ Բայց նորից եմ ասում, այո, Աստծո հավատքը Աստծո օգնությամբ է, Աստծո նվերն է։ Մեր սրտի աչքերը լուսավորի, մեր միտքը բացի, որ հասկանանք դա, հավատանք, ընդունենք դա որպես իրողություն, ճշմարտություն, թեկուզ չենք տեսնում, չերևացող է։ Եվ մեկ ուրիշտեղ, երբ որ Պողոս Տեր Հիսուս Քրիստոսը իր առաքյալներին հարցրեց իմ մասին ինչ են մարդիկ ասում, չէ, վկայություն տրվեց, որ մարդիկ էս են ասում, էս բաներ, որ իրականությանը չէր համապատասխանում, սխալ էր։ Բայց երբ որ ճիշտ պատասխանը Պետրոսը տվեց, դու ես Աստծո որդի Քրիստոսը, չէ, կենթանի Աստծո որդի Քրիստոսը, Տերը խոսեց ասեց երանի քեզ, որովհետև ոչ թե մարմինն ու այրունը էս ձեզ հայտնեց, այսինքն էս ճանաչողությունը, էս հայտնությունը, էս հասկացողությունը, էս համոզմունքը, որ ես իրոք կենթանի Աստծո որդին եմ, իսկ Քրիստոսն եմ խոստացած, էսի ասում է իմ հոր հոգին հայտնեց։ Դնեմ եք որտեղից եկավ էս հայտնությունը, կամ որտեղից եղավ էս լուսավորությունը, Պողոս Պետրոսը ոնց էր հասկացել, որ իրոք Քրիստոսը Աստծո որդին է, կամ Հիսուսը Քրիստոսն է ինձ խոստացված։ Ասում իմ հոր հոգին հայտնեց, մարմին ու արյունը չհայտնեց։ Մարմնի արյան հայտնածը սխալ հայտնություն է։ Աստծո հոգին պիտի հայտնի, օգնի։ Եվ շատ ուրիշ տեղերում խոսում է, որ օրինակի համար Հռոմեացիս 12:3-ում ասում է, որ Աստված հավատքի չափը չէ, բաժանեց ամեն մեկին, այսինքն երևում է, որ հավատքը բաժանված է, տրված է, Աստված տալիս է մարդկանց։ Ուշադրություն դարձեք, երբ որ մի կարողությունը տրվում է, դրանից հետո մարդը դառնում է պատասխանատու։ Քանի չես կարող հավատ տալ, ինչ որտեղ պատասխանատվություն, ոնց որ անգիտության ժամանակների նման մի բան է։ Բայց հենց հավատք է տալիս, պատասխանատվությունը հետը գալիս է։ Դու քեզ Տերը բացես, քեզ հասկացրես, դու իմացար, դու հավատացիր։ Ինչու չընդունեցիր։ Եվ դրա համար պիտի հավատա։ Ովքեր հավատան Հիսուս Քրիստոսին, պիտի փրկվեն։ Բայց ովքեր չհավատան, պիտի ինչ անեն, դատապարտվեն։ Բայց ինչու՞, որտեղ նրանց հավատալու կարողությունը տրվեց, ոչ թե ուղղակի ոչինչ չեղավ ու հենց այնպես պիտի դատապարտվեն։ Եվ դրա համար էսա, որ այո, Տիրոջ պարգևն է, որ հնարավորություն է ստեղծում, ոնց որ մարդու հոգու աչքերը բացվեն, մարդու միտքը բացվի, տեսնի այն ինչ որ այս սովորական աչքով չի տենում կամ սովորական մարդկային այս ֆիզիկական զգայարաններով չի կարող ընկալել, դա տեսնում է հոգու աչքով, հոգու զգայարանով։ Այդպես է։ Եվ հետաքրքիր ձևով ասում Եբրայեցիս 11:27-ը մի հավատքի օրինակ է բերում, ասում է հավատքով թողեց նա Եգիպտոսը, խոսքը Մովսեսի մասին է, չվախենալով թագավորի բարկությունիցը, որովհետև համբերեց անտեսանելուն տեսնողի պես։ Տեսեք, այսինքն ցույց է տալիս, թե Մովսեսը ոնց որ ասած ինչպես էր, որ չվախեցավ այդ փարավոնի հզորությունից, հելավ դեմը խոսեց, թողեց դուրս եկավ անգամ, իմանալով որ կարող է այդ նույն փարավոնը հասնել կամ եւ այլ, ասում է իր վստահությունը հավատքն էր, բայց հավատքը իրան ինչ հնարավորություն է տվել, ասում է անտեսանելին տեսնողի պես էր իրան արել, այսինքն ինչ որ չի տեսնվում, խոսված է, խոստացված է, Աստծո բերանից դուրս է եկել, բայց չի երևում, բայց դա ասում է դա այդ անտեսանելին տեսնողին նման էր ինքը, դրա համար էլ հավատքով ասում է այդ հավատքով հակառակ գնաց փարավորին, այդ հզոր թագավորին եւ դուրս եկավ, ասենք, այդ իշխանությունից լծից եւ չվախեցավ, ասում է։ Իրոք հավատքը անտեսանելին, որ չի երևում, բայց կա։ Տեսնողի նման է մարդու համար սարքը։
Եվ հավատքը ասենք 3 ժամանակների համարել է։ Անցյալում եղած բաներ կան, որ Սուրբ Գիրքը վկայում է, դրան պիտի հավատանք, ներկայում եղած բաներ կա, որ հենց ներկայի համար ասում պիտի հավատանք, եւ ապագայում էլ բաներ կա, որ խոսում է պիտի հավատանք։ Եվ դրանք բոլորը ճշմարտություններ են։ Ես ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնենք, որ հավատքը դա ճշմարտությունների վրա հիմնված է։ Եթե անցյալի մասն է խոսում, դա եղել է, կա։ Եթե հիմի համար է, դա կա, դրա մասին խոսում։ Եթե ապագայի հետ կապված է, դա լինելու է անպայման, դա ճշմարտություն է։ Այսինքն Աստված երբեք, շնորհակալ դասեք, եթե հավատքի ստեղծողը Աստված է, հավատքը նվեր է, պարգև է, որ տրվում է Աստծոց, Աստված չեղած բանի վրա կամ չլինող բանի վրա հավատք չի տալիս։ Այդ դեպքում ինքը շատ կներեք սուտասան դուրս կգա։ Հավատամ մի բանի, որ չկա։ Մենք ինչին որ հավատում ենք, դա եղել է, կա կամ էլ կլինի։ Այդպես է։ Այսինքն դա իրականություն է, դա ճշմարտություն է, դա ռեալ կա կամ կլինի։ Ինչու եմ սա ասում, որովհետև կա հավատք, որ խոսվում է, անգամ ներկայացնում է որպես Աստծո հավատք, որ հավատք չի, դա ներշնչանք է։ Ներշնչանքը մի բան է, որ մարդը տրամադրում է իրան, որ դա այդպես է։ Տրամադրում է, որ օրինակ ինքը լավ է լինելու, բայց խիա լավ լինելու չկա ոչ մի հիմք, չգիտես։ Աստծո մոտ դա չի։ Տերը ինչ որ ունի, այն էլ խոսում է։ Ինչ որ կա, նա էլ խոսում է, ինչ որ կլինի, նա էլ խոսում է։ Ոչ թե ուղղակի տրամադրվում ես, որ դա կլինի, դա լինելու է անպայման, դա իրական է։ Մեր մոտ դեռևս ժամանակը չի ասել որ լինի, բայց Աստծո մոտ կա, իրական է։ Որտեվ Աստծո համար անցյալ ներկա ապագա ոնց ասած լուծված է, նա ամեն ինչի մեջ է։ Համենայն դեպս էսա որ ինչու եմ սա ասում, որտեվ օրինակ քարոզվում է հավատք, որ էսպես է, չէ՞ որ ասում է եթե մարդիկ դավանության, չէ՞, վարդապետություն կա։ Դա հավատք չի, Աստծո հավատ չի, դա ներշնչանք է։ Մենք ասում ենք գրպանումս այսքան գումար ունեմ, ու չկա այդ գումարը։ Իբր թե ինքը հավատում է, որ այդ գումարը կլինի, ասում է անգամ, որ դա լինի։ Բայց սի ներշնչանք է ուղղակի, մարդը իրան տրամադրում է, որ տես բան ունի, կա, բայց սուտ է։ Բայց եթե Աստված խոսում է օրինակի համար մեր հոգսը օգալու, մեզ օրինակի համար հենց նյութական հարցում օգնելու հարցում, դա իրական Աստված դա պատրաստել է մեզ համար, հավատքի ձեռքապետ, որ մենք դա վերցնենք ունենանք։ Բայց այնտեղ հիմք չկա, այնքան որ ներշնչանք է, դու տրամադրում ես, դա յոգիզմ է։ Մարդիկ անգամ սենց հավատքի զորությունը ներկայացնելու համար, թե հավատքով ինչ արդյունքների մարդը կարա հասնի, քարոզներ են տալիս, տեսել ենք այդպես քարոզ։ Խոսում եմ մի օրինակի մասին, որ օրինակ մեկը վատացել էր, ինչ որ հիվանդություն հետ կապված է, ջապահին դեղը իր մոտ չէր, բայց մեկը տվեց ինչ որ մի դեղ, որ լրիվ ուրիշ դեղ էր, լրիվ ուրիշ բան եմ, մի հատ ենթադրենք, ասենք գլխացավի դեղ, բայց այդ մարդը ուրիշ խնդիր ունի ու դրանով է վատացել։ Ասեց ամենալավ դեղն է, ամենալավ տեղը արտադրված եւ այլը խմի տես ոնց օգնելու։ Ինքն հավատաց։ Ու խմեց ու տեսեք լավ բան արեց, օգնեց իրան։ Բայց իրականության մեջ դա կավիճ էր օրինակի համար, ես ինչ էր։ Եվ ասում եմ, տեսեք ինչ զոր, բայց զորություն ունի հավատքը, թե հավատում ես կարա լինի այդ բաները։ Իա, Աստծո հավատքը տես չի։ Օդի միջից դատարկ տեղը հավատաս ու կարող է լինի, ոչ, Աստծո հավատքը իրական չերևացող բաներ են, բայց ռեալ բաներ են, դա կան։ Կամ լինելու են, ինչպես ասեցի։ Այն ինչ որ Տերը ուզում է, որ դու հավատաս, դրանք իրականություններ են։ Ոչ թե ուղղակի ներշնչես, չկան ու ներշնչում ես։ Այնքան որ տրամադրում ես քեզ։ Այն որ ասում են գրպանս այսքան փող կա, այն որ ասում են սրա տունը իմս լինի, դավանում են, դրանք բոլորը յոգիզմ են, դրանք ներշնչանք են, դրանք Աստծո հավատք չեն։ Եվ մարդկանց խաբել են։ Անկամ դրանց վարդապետության, ասենց ասած, վարդապետություն ստեղծողները այդ գլուխ գործոցները, այդ անձնավորությունները գրքեր են հրատարակել, ես կարդացել եմ ժամանակի մեջ։ Իրանց խոսքը սենց է, օրինակի համար նոր եղբայրը կարդաց, չէ՞, նույն հավատքի հոգին ունենալով, ինչպես որ գրված է, հավատացի, նրա համար ինչ արեցի, խոսեցի, այսինքն ինչ է ցույց տալիս, իմ հավատքից, սրտում եղած հավատքից ծնվում է բերանի դավանության խոսք, այսինքն իմ խոսացածը իմ հավատքիցն է, ես վստահ եմ, համոզված եմ այդ ճշմարտության մեջ, ինչ որ կա, երբ որ վկայում եմ, օրինակ Քրիստոսի մասին, այդ ճշմարտության մեջ հաստատված եմ, համոզված եմ, հավատացած եմ եւ այդ հավատքը բերում է խոսք։ Եվ ընդհանրապես
հավատքից, ասում ասա սրտի լույսունից բերանի խոսք այո, եթե սրտը լցված է Աստծո խոսքի հավատքով, բերանը խոսում է։ Բայց այդ բաները, այդ վարդապետության տեր ազնվորությունները ինչ են ասում, ինչ էին ասում, օրինակ ես կարդացել եմ, ասում են օրինակ, եթե դու հավատք չունես, իհարկե ինչ որ ասում եմ սուտ է, այսի գլխից ասում անգամ չգնաք սկսեք այդպես բաներ անեք։ Ասում են ինչ որ եթե դու մի բանի մեջ հավատք չունես, օրինակ Աստծո խոսքի հետ կապված, Աստված ասում է դու փրկված ես, օրինակ Քրիստոսի հավատալով, բայց դու չես կարող հավատալ։ Բայց դու ինչ արա, այդ բանը, որ Աստվածաշունչ Աստծո խոսքը ասում է, դու փրկված ես, կրկնի, ես փրկված եմ, օրինակ եմ մի ասում, էլի, ես փրկված եմ, բազմաթիվ անգամ երբ որ կրկնում ես, այդ կրկնելուց դավանությունից հավատքը առաջանում։ Լսեք, էսի սատանայական է, դիվական է։ Սատանա կոչվում է Աստծո հակառակորդ, չէ՞։ Այսինքն ինչ որ Աստված անում, ինքը հակառակն է անում։ Աստված ասում է, հավատքից ծնվում է դավանության խոսք։ Սրանք ասում են դավանության խոսքից ծնվում է հավատք։ Ուղղությունը տեսակ հակառակ է։ Այնտեղ հավատքից դավանություն, այստեղ դավանությունից հավատ։ Սատանան էսի դիվական է։ Բայց էսի նորից եմ ասում, նորից այդ մեդիտացիան է, այդ յոգիզմի մնացած ուրիշ կրիշնայիզմի բանի մեդիտացիան է։ Այդ մեդիտացիան, չգիտեմ, ծանոթ եք թե չէ, բայց այսպես է, ասում, իրանք ներշնչանքով բազմաթիվ անգամ նույն բանը կրկնում են։ Այնքան որ այդ տրանս են կոչում, տրանսի մեջ են ընկնում։ Սենց տրամադրված արդեն դրա մեջ, համոզված դրա մեջ, այսինքն դառնում է այդ նույն ասածները, ինչքան շատ ասես, այնքան մեկ էլ կամաց այդ համոզմունքը կգա քո մեջ եւ հավատք առաջանա։ Իսկ Աստծո հավատք չի։ Մենք շատ լավ բան ենք գրել մեր հավատք թեմայի մեջ, մեր ճշմարտության 33 նիստեր դասագրքում, որ մեր հավատքն է Աստծուց կախված, ոչ թե Աստված է մեր հավատքից կախված։ Գիտեք ես ինչ նշանակում։ Աստված մեր հավատքից կախված չի։ Մեր հավատքն է Աստծուց կախված։ Հիմա ասեմ, մենք կարող ենք հավատալ այն բաներին եւ արդյունք ունենալ, որ Աստված է խոստացել, որ Աստված է խոսել։ Ոչ թե, այսինքն ինչ է դուրս գալիս, եթե մի բան պիտի մեր կյանքում իրականանա, կատարվի հավատալով, ապա Աստված պիտի դրա մասին խոսացած լինի։ Երբ որ դու Աստված խոսել է, դու էլ հավատում ես, Աստված օրհնում է, տալիս է նաև, լինում է, կատարվում է։ Որտեվ դա իրական է, որ Աստված խոսացել է։ Այսինքն դու չես կարող ինչ ուզենաս հավատաս ու Աստված կատարի։ Դու այնքան այն բաները Աստված քո կյանքում կանի, ինչը որ ինքն է խոսացել եւ դու էլ հավատացել ես։ Քո հավատալը կախված է Աստծո բեռնից դուրս եկած խոսքին։ Աստված ինչ է ասել, դրան պիտի հավատաս, վերջ։ Եվ դրա պատասխանը կառնես։ Բայց շատ տեղերում հակառակն է։ Աստծուն գցել են իրանց հավատքից կախվածության մեջ, ըստ իրանց, բայց Աստված անկախ է բոլորից, մենք գիտենք, նա ինքնիշխան է, նա ինքնագոյ է, նա ոչ մեկից կախված չի, ոչ մեկի կարիքը չունի, ոչ մեկը նրա վրա չի տիրում։ Բայց իրանք մտածում են, իրանց սրտի ուզածը հավատում են, բայց Աստված չի խոստացել, իրանք իրանց սրտի ուզածին են հավատում։ Սրտանց հավատում են իրանց սրտի ուզածին ու պահանջում են դե դուր։ Ըստ իրանց, եթե Աստված ասել է օրինակի համար որ հավատացեք կտրվի ձեզ, չէ, հավատացողի համար ասեցին օրինակ ամեն ինչ ոչ մի բան աննարին չի, չէ, ամեն ինչ կարելի է։ Ըստ իրանց, եթե հավատում են, Աստված կրակ ընկավ։ Պետք է իր հավատացածին պատասխանի, այսինքն դուրս է գալիս Աստված մեր հավատքից է կախված։ Թե ես ինչի կհավատամ, ինքը պարտավոր է ինչ անի, կատարի։ Բայց այդպես չի։ Աստված անում է այն, ինչ որ ինքն է ասում։ Այն ինչ որ դու ես քո սրտում հավատում կամ քեզ տրամադրում ներշնչում, դրա Տերը չի Աստված։ Կամ ասում են, տեղ կասում են, մեծ բաների հավատացեք, հանկարծ փոքր բաների չհավատաք։ Սենց։ Կարծես թե դա մեծ հավատքի նշան է, էլի։ Մեծ բաների հավատացեք։ Մի ազնվորություն էլ, ասենք, իր ասելով, իր վկայությունը Աստծուց հայտնությունը առել, որ այս հարցում մեծ բանի հավատա, Աստված էլ տվել է, այդ փորձառությունը դարձել է վարդապետություն, բոլորին ասում է մեծ բաներ հավատացեք։ Քեզ կարող է ասել, օրինակ, այս հարցում այս բանը մի ասա, մեծ բան ուզի, օրինակ, որտեվ կարիք է, գուցե հետագայում պետք է դրա կարիքը առաջանա, բայց չի շնորհակալ բոլորին պետք է տես սովորեցնես։ Էդ էլ է ներշնչանք։ Չկա հիմք, դու տրամադրում ես, ես մեծ բան ուզեմ եւ Աստված կտա ինձ։ Էս է, այն ինչ որ Աստծո խոսքից չի ծնվում, շատ ժամանակ էդի դառնում է կամ սխալ ավատ կամ ուղղակի ներշնչակ, տրամադրվում է մարդը,
ունի համոզվածություն մեր չէ, ունի վստահություն, բայց հիմք չկա, Աստծուց չի։ Ոնց որ դա չեղած բան է, գոյություն չունի, բայց Աստված ինչի վրա որ մեզ հավատք է տալիս, դա կա, եղել է կամ կլինի, այդպես է։ Խոսքը ասում։ Մենք ուշադիր պիտի լինենք, շատ այդպիսի բաներ կան, որ ասենք այդ մտել է քրիստոնեական, ասենք վարդապետությունների մեջ, բայց Տիրոջից չի, ու դա քարոզվում է ու դրանով փչացնում են մարդկանց եւ ասենք ասած Տիրոջ բարկությունն են բերում։ Եվ ես կուզեմ կարդալ Եբրայեցիս առաջի գլուխ առաջի խոսքից հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը եւ չերևացող բաների ապացույցն է։ Տեսեք ինչ ասում։ Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն, այսինքն այն ինչ որ հույս է, որ թեկուզ չի երևում, չերևացող է։ Ասենց ասած, բայց իրականության մեջ դա թեկուզ չտեսնված է, չես տեսնում, հույս է, չերևացող է, բայց իրականության մեջ կա դրա ներկապային քո ունեցած ինչն է հաստատություն, այսինքն հաստատ համոզմունքը, վստահությունը, միտքը։ Թեկուզ դա չի երևում, բայց իրականում կա։ Այս շարունակությունը կուզեմ սրա վրա կանգ առնենք եւ չերևացող բաների ինչը ապացույց է։ Տեսեք ինչ նշանակում համտածել եք դրա վրա։ Հավատքը չերևացող բաների ապացույցն է։ Ամեն հավատքի մասին չի էսի խոսքը, Աստծո հավատքի մասին է։ Գիտեք, որտեղ ես կարող եմ հավատամ օրինակի համար, որ այն մոլորակայիններ կան։ Մարդիկ կան հավատում են, չէ՞։ Այդ չի շանակում իրանց այդ հավատքը ցույց ապացույց արդեն, որ իրոք էդի կան։ Այստեղ ասում ասենց, Աստծո հավատք եթե ունես, հենց այդ հավատքի արկայությունը ապացուցում է, որ այն ինչին հավատում ես կա, դրամա էլ այդ հավատքը կա։ Իրականության մեջ տենց է, այն ինչ որ կա, դրա վրա է Աստված մեզ հավատ տալում։ Դատարկ, ասենց ասած, սուտ, չեղած բաների հետ կապված հավատք չի կապում Աստվածը, այդպես բան չկա։ Այդ դեպքում նորից եմ ասում, ինքը սուտ խոսան դուրս կգար, քավլից է Աստված երբեք սուտ չի խոսում։ Աստված ասի հավատա այս բանին, սես բան կա ու դա չկա, կամ դա չի լինելու, կամ դա չի եղել, այդպես բան չկա։ Այն ինչ որ իրական է, թեկուզ չերևացող է, դրա վրա է Աստված հավատք ստեղծում, եւ եթե քո խոսք, քո հավատքը Աստծո խոսքից է ծնված, այդ քո հավատքի հենց հավատքը ապացույց է, որ դա կա, իրական է, ասում հավատքը չերևացող բաների ապացույցն է։ Եվ հենց այդպես շատ բաներ ես հենց այտենց պետք է ուղղակի իմ համար որպես ապացույց ընդունեմ։ Եթե Աստվածաշունչը ասում է այս բանի մասին, եւ ես էլ հենց այտենց ոնց որ ասում է, համոզված եմ, վստահ եմ, հավատք ունեմ, հենց դա ապացույց է, որ այդ չերևացող բանը կա, ոչ թե ներշնչանք է, որ չկա, կարաս ուղղակի քեզ տրամադրես, դուք ասում ներշնչանքն ու Աստծո հավատքը լրիվ տարբեր բաներ են։ Այնի չկա, կարաս քեզ տրամադրես, բայց սա անպայման իրականությունն է, որի հիման վրա է ծագե քո հավատքը, որ Աստված իրականությունից է խոսացել եւ ուզեցել է դու այդ իրականությունը ըմբռնես, հասկանաս, հավատաս։ Եվ եթե դու արդեն այդ հավատքը ստացել ես, էդի ապացույցը ասում է, որ ինչա, որ այդ ինչի մասի խոսում է, դա կա, չերևացող է, բայց կա ուր, այսպես է։ Տերը օրհնի հայ, որ հենց սա էլ է ցույց տալիս դա, որ հավատքի հիմքը իրականությունն է, ոչ թե ներշնչակի նման օդի մեջ ոչինչ չկա, ուղղակի այնքան որ տրամադրում ես քեզ։ Մենք չենք տրամադրում մեզ, թե այս բանը կա, այն բանը կա։ Դա կա, գիտենք Աստծո խոսքով որ ասում է, դրա համար էլ հավատում ենք, որ կա։ Թեկուզ չտեսած հավատում ենք։ Մենք Տիրոջն էլ չենք տեսել։ Ես չեմ տեսել։ Ես հավատում եմ։ Իմ հավատն էլ հենց ապացույց է, որ կա, որտեղ այդ հավատքը Տերն է ստեղծել, որ ես հավատամ, ինքը կա եւ իր գործերը, իր մասին վկայությունները ճշմարիտ են։ Եթե աչքի գործոբանը, ասենք ֆունկցիան, որ աչքը իր տեսնելու ֆունկցիան է իրականացնում, գործառույթը, ոնց անում։ Լույս ընկնում է որևէ մարմնի վրա, այդ մարմնից անդրադառնում է քո աչքին։ Այդ անդրադարձումից քո աչքը ընկալում է այդ մարմնին։ Այսինքն եթե քո աչքը տեսնում է, պատճառը նա է, որտեղ այնտեղ մի բան կա, որից անդրադարձավ լույսը։ Եթե այնտեղ ոչի բան չլներ, այդ լույսը չէր անդրադառնա եւ դու չէր տեսնի ոչինչ։ Քո աչքը չէր աշխատի, այդ մարմինն էլ չէր տեսնի։ Հիմա էսա, եթե դու հավատացել ես Աստվածաշնչյան թեմային, հավատացել ես,
Ուրեմն դա ռեալ է, իրական է, կա որ դու հավատացել ես։ Այդ լույսը ընկել է այդ մարմնից, այդ թեմայից անդրադարձել է քո հոգու աչքի մեջ եւ դու տեսնում ես։ Այսինքն հենց կատարում է սա հավատքը, հենց քո սրտում որ արդեն առաջացել է, այն չերևացող բանի իրական լինելու, ասես բացում եմ, ապացույցն է։ Տերը օրհնի, որ մենք այո, հավատանք Աստվածաշնչին, ինչ չել հավատացել եք, հենց էսի ապացույց է, ես պետք չի, որ ինձ ասեն օրինակ համար որտեղից էս բանը, ինչու է այսպես, խես է տես մտածում, ինչու ես հավատում, հա իմ սրտում եղած հավատքը Աստվածաշնչից է, Աստված այդ հավատքի հեղինակը ստեղծեց, ասենց ասած նվերար է, Աստված իրական, ճշմարիտ բաների վրա է հավատը ստեղծել։ Դա կա, որովհետև ես հավատում եմ, որովհետև Աստվածաշնչում ինչ արված գրված է։ Ոչ թե ուղղակի հավատում եմ, այլ Աստվածաշնչի գրվածքին եմ հավատում, որտեղից Աստծո հավատք է ծագել։ Աղոթք անենք, Տերը օրհնի մեզ, որ մենք չշփոթվենք, հանգած ներշնչանքներով չապրենք, այլ հավատքով, որ իրականության վրա հենված ու իրականությունից ծագած է Աստված արել։ Եվ զորացնի Տեր այդ հավատքի մեջ, որտեղ շատ մեծ բան է հավատքը, Աստծո հավատքը։